Թրամփի ուղի նախագծի շինարարական փուլը կմեկնարկի 2026 թվականին, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ինտենսիվ բանակցություններ է վարում նախագծի իրավական կարգավորումների շուրջ։ Հայ-ամերիկյան Trip Company-ն կգրանցվի Հայաստանում եւ կստանա տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Trip-ը կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մաս է, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի համաձայն կստեղծի տարանցիկ ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է լուծարել հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերություն Փակbaşıնի տիրական ընկերությունը, նույն շողակաթ հեռուստաընկերությունը։ Սա տեղի է ունենում Հայաստանի կառավարության եկեղեցու դեմ սկսած արշավի ֆոնին։ Դեռ ամիսներ առաջ էր հեռուստաալիքը հայտնվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների թիրախում, եւ նրանք պարբերաբար առաջարկում էին լուծարել այն եւ բյուջեով նախատեսված գումարը տալ հանրային հեռուստաընկերությանը կամ ռադիոյին։ Ընկերության գործունեության հիմնական տեսակը հոգևոր եւ մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում դեկտեմբերի 24-ին ժամը 20:15-ի սահմաններում Կատնարատ գյուղի սկզբնամասում բեմբե մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխիվար հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Աֆղանստանից Տաջիկստան ներթափանցած ահաբեկիչների եւ տաջիկ սահմանապահների միջև տեղի ունեցել զինված բախում, որի հետևանքով կան զոհեր, հայտարարել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն։ Գործողության արդյունքում ահաբեկչական կազմակերպության 3 անդամներ, որոնք անօրինական հատել էին սահմանը, զինված դիմադրություն են ցուցաբերել, սակայն վնասազերծվել են։ Գերատեսչության խոսքով ահաբեկիչների ոչնչացումից հետո տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սուրբ Ծննդյան ապշեցուցիչ շնորհավորական ուղերձ է հղել։ Զելենսկու խոսքով այսօր բոլորը նույն երազանքն ունեն մեջբերում, որ նա մահանա։ Ենթադրվում է, որ Զելենսկին նկատի ունի Ռուսաստանի նախագահին։ Ուկրաինայի ղեկավարը ռուսներին անվանել է անաստված։ Ուկրաինացիները վաղուց հավատում են, որ Սուրբ Ծննդյան նախօրեին երկինքը բացվում է, եւ եթե դուք նրանց պատմեք ձեր երազանքի մասին, այն անպայման կիրականանա։ Ռուսները անաստված են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ։ Այսօր մենք բոլորս ունենք մեկ երազանք, որ նա մահանա։ ԱՄՆ տոնածառի եւ գեղեցիկ զարդարանքների ֆոնին Զելենսկին հայտարարել է, որ այժմ ոչ թե կարևոր են տոնական ձևավորումն ու ճոխ սեղանը, այլ այն, որ ձեր հարազատները ողջ են ու ձեր կողքին։ Կրասնոդարի երկրամասի Տեմլյուկ քաղաքի նավահանգստում պայթյուններ են եղել։ Տեղական իշխանությունների տվյալներով ուկրաինական ԱԹՍ-ներն են հարվածել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ դրոնների հարվածի հետևանքով նավթամթերքի 2 պահեստարաններում հրդեհ է բռնկվել։ Հրդեհն ընդգրկել է մոտ 2000 քառակուսի մետր տարածք։ Տուժածներ չկան։ Սովայի հրժեջ բրիգադի կամավորները Կեմերովոյի հիվանդանոցի փոքրիկ հիվանդներին անսովոր ձևով շնորհավորել են ամանորի կապակցությամբ։ Փրկարարները հագնվել են ձմեռպապի եւ ձյունանուշի կերպարներով, հիվանդանոցի տանիքից իջել պարանների միջոցով։ Կամավոր Օլգա Գալսը ընդգծել է, որ իրենց նպատակն է աջակցել երեխաներին եւ հիշեցնել նրանց ամանորյա հրաշքի մասին։ Երկիր մոլորակի ամենացուրտ կետն այս պահին ռուսական Յակուտիան է, որտեղ ջերմաչափի սյունն իջել է մինչև -56 աստիճան։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերին Յակուտիայում սպասվում է մինչև -60 աստիճան։ Կադրերում երևում են մեքենաներ ծածկված հատուկ կտորով։ Այն մեքենաները պաշտպանում է սաստիկ ցրտից։ Խոսրովի անտառի բնակիչներից ևս մեկը երևացել է հանրությանը։ Անտառում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են գորշ արջին։ Նա նախ կանգնում է հետևի 2 թաթերի վրա, ապա կարծես նկատում, որ իրեն նկարահանում են։ Խոսրովի անտառում ապրող գորշ արջերը ներառված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Բնության պահպանության միջազգային միության կարմիր գրքերում։ Գորշ արջը միակ գիշատիչ կենդանին է, որ երկար ժամանակ կարող է մնալ առանց կենդանական կերի։